Ժողովուրդ օրաթերթը գրում է. 1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի նախաշեմին 2025 թվականի ապրիլի 22-ին Մոսկվայում տեղի է ունեցել գրող Գառնիկ Բանայանի «Հիշողություններ մանկությունից և որբությունից» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը, հայտնում է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարարի խորհրդականի որդու գործով արդեն 3 դատավոր է փոխվել, գործը հասել է 4-րդ դատավորին, բայց այդպես էլ քննությունը տեղից չի շարժվում։ Չի բացառվում, որ վարույթով անցնող պաշտոնյայի որդու հանգամանքն է դատարանին և դատավորներին խառնաշփոթի մեջ գցել։ Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի, Հայաստանում հովանավորներ չգտնելուց հետո Ջենիֆեր Լոպեսի թիմը դիմել է Քիմ Քարդաշյանին, ով էլ ստանձնել է Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչական ծախսերը Հայաստանում։ Օրաթերթը նաև գրում է. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը 15.450.000 դրամ է հատկացրել հեղափոխությունից հետո հայտարարված քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. Ջրային կոմիտեի նախկին նախագահ Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանի խափանման միջոցը վերջերս փոխվել է։ Բանն այն է, որ մահացել է Գևորգյանի հայրը, և որպեսզի որդին կարողանա մասնակցել հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին, պաշտպանական կողմը միջնորդությամբ է հանդես եկել և դատարանը վարչական հսկողություն է սահմանել նրա նկատմամբ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է պատրաստվում Սյունիք այցելել, հայտնում է օրաթերթը։ ՔՊԱ-կանները բյուջեի միջոցներով մարզեր են գործուղվում, գրում է Հրապարակ օրաթերթը։ Ազգային ժողովի նախագահի ստորագրած կարգադրությունից օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊԱ-կան պատգամավոր Մերի Գալստյան ապրիլի 29-ից 30-ը կգործուղվի Շիրակի և Լոռու մարզեր, իսկ գործուղման ծախսերը կհոգան պետական բյուջեի միջոցներից։ Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր Նյուզ կայքում։